Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, ձեր ռադիոն թունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են կամ թվային հարթակներում եք մեզ դիտում, Գործարար ալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում Դարփինյանի ժամն եք լսում, առաջին խոսափողի մոտ հեղինակն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, ողջույն պարոն Դարփինյան։ Ուրախ եմ ողջունելու բոլորին, բարև ձեզ։ Մի քանի օր առաջ երկու բարետես արտաքինով արտասահմանցի օպտիկական ակնոցներով հանրային հեռուստաընկերության եթերում մեզ պատմում էին, թե ինչ տեսք է ունենալու ակադեմիական քաղաքը, ինքը ունենալու է լճեր, ունենալու է ազգային ստադիոն, եւ պատմում էին, որ շատ լավ կլինի եւ դա ֆանտաստիկ նախագիծ է, որ հայ ֆիլմի հետ են բանակցում, որ ինչ որ հայ ֆիլմի տարածքները օգտագործեն։ Ես ուզում եմ դուք ասեք ձեր կարծիքը ընդհանուր առմամբ արժի Երևանից հանել այդ բուհերը, որովհետև երբ ես դրսից հյուրեր էի ունենում ու մենք քայլում էինք քաղաքով, վստահաբար կարելի է պնդել, որ մեր բուհերի շենքերը լավագույն շենքերն են մեր քաղաքի, ու դա իրականում պարծենալու բան էր, որ դա ցույց էր տալիս մեր վերաբերմունքը կրթությանը, որ նմանատիպ շենքերում կրթական հաստատություններ են։ Հիմա ոնց որ իրավիճակը փոխվում է։ Շատ լավ, շնորհակալ եմ Դավիթ ջան, այսօր եկեք խոսենք մի քիչ գիտության, կրթության մասին, ռազմավարության մասին, ստրատեգիական մոտեցումների մասին, ենթակառուցվածքների մասին, դա շատ կարևոր է այսօր, հատկապես նաև ակտուալ ձեր նշած ծրագրի հետ կապված։ Այն որ գերմանացիները ոգևորված պատմում էին, դա շատ բնական է, որովհետև նրանք կապալառուներն են, բնականաբար իրենց ֆունկցիաների մեջ մտնում է նաև գովազդել այդ ծրագիրը։ Ուրեմն սովորաբար այն երկրները, որոնք ունեն զարգացման մղում, միտում եւ ինչ-որ հնարք պիտի գործադրեն, որպեսզի կարողանան այդ զարգացման անգլերեն լավ տերմին կա boosting-ը, կարողանան մղել երկիրը եւ հասարակությունը, տնտեսությունը դեպի զարգացում, սովորաբար մշակում եւ իրականացնում են հսկայածավալ ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանք սկզբունքային, աշխարհաքաղաքական, այդ թվում նաև եւ բնականաբար տնտեսական, դեմոգրաֆիական անպայման նշանակություն ունեն, սոցիալական նշանակություն ունեն։ Ամենահզոր օրինակները նման ենթակառուցվածքային ծրագրերի իհարկե նոր մայրաքաղաքների ստեղծումն է, հենց մայրաքաղաքների։ Լավագույն օրինակը Բրազիլիան է։ Ուրեմն Բրազիլիայում, եթե հիշում եք, ուրեմն մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոն էր եւ հիմնական գիծը առանցքը այդ երկրի Ռիո դե Ժանեյրո Սան Պաուլո գիծն էր, որը ուրեմն օվկիանոսի ափով ընթանում էր, իսկ Բրազիլիայի ամբողջ տարածքը, որը հսկայական տարածք է, չէր զարգանում։ Պետությունը որոշում կայացրեց տեղափոխել մայրաքաղաքը ադմինիստրատիվ կենտրոնը եւ նոր քաղաք ստեղծել, որի անունը հենց դրեցին Բրազիլիա։ Եվ դրա կապակցությամբ եւ դրա հիմքով պետությունը, տնտեսությունը, սոցիումը, դեմոգրաֆիան ահռելի մեծ զարգացում ապրեց Բրազիլիայում։ Նմանատիպ ծրագիր իրականացրեց արդեն մեր ժամանակներում, դե Բրազիլիան 1960 թվականին էր այդ որոշումը կայացվել։ Նմանատիպ ծրագիր իրականացրեց Ղազախստանը։ Տեղափոխելով մայրաքաղաքը Ալմա-Ատայից, որը որ լավագույն, գեղեցկագույն քաղաքներից էր սովետական միության մայրաքաղաքներից, տեղափոխեց ստեղծելով նոր մայրաքաղաք ադմինիստրատիվ կենտրոն Աստանան, որը այսօր արդեն միջազգայինորեն ճանաչված անգամ միջազգային ֆինանսական կենտրոն է, որտեղ բոլոր գործառույթները իրականացվում են անգլիական օրենսդրության համաձայն, բրիտանական իրավունքով եւ այսինքն ես մասնակցել եմ Աստանայի հանրահռչակման արարողությանը, դա 98 թվականի գարունն էր, եւ պիտի ասեմ, որ ահռելի մեծ տարբերություն կա 98 թվականի եւ 25 տարի անց հիմա, որտեղ դա իսկապես դարձել է ոչ միայն ադմինիստրատիվ կենտրոն, նաեւ գիտական կենտրոն, նաեւ դեմոգրաֆիական կենտրոն։ Ես հիշում եմ առաջին տարիները ենթակառուցվածքները Ղազախստանի չէին ներում, որպեսզի մայրաքաղաքը տեղափոխվեր կենտրոն, հա, բայց դա նաև հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող խնդիր էր։ Դա ազգակերտման խնդիր էր Ղազախստանի համար, ղազախները որպես ազգ նաև կայացան այդ թվում այդ սկզբունքային որոշման հիման վրա։ Ներկայումս նմանատիպ
օրինակներ եւս կան, Ջակարտան, օրինակ Ինդոնեզիան հիմա խնդիր է դրել նույնպես տեղափոխել եւ ուսումնասիրում են Բրազիլիայի եւ Աստանայի փորձը։ Մալայզիայում նմանատիպ փորձ կա, Ավստրալիան գրեթե 2 մայրաքաղաք ունի, Սիդնեյը եւ Կամբերան, Մալայզիան ասացի արդեն, Եգիպտոսում նմանատիպ ծրագիր կա, Կորեան, Սեջոնգը փաստորեն երկրորդ մայրաքաղաքն է։ Գիտեք, եթե վերցնենք արդեն մեր իրավիճակում, մեր աշխարհաքաղաքական այսօրվա արդեն իրավիճակում նախընտրությունների, գերակայությունների խնդիր է։ Ես օրինակ կկարծեի, որ մեր ադմինիստրատիվ մայրաքաղաքը պետք է արդեն տեղափոխել եւ տեղափոխել դեպի Վայք, որպեսզի կարողանանք մենք կենտրոն ձևավորենք եւ մեր ձեռքները հասնեն մինչեւ Սյունիք, մինչեւ Մեղրի, մինչեւ Սիսիան, հասկանում եք եւ տիրապետենք մենք այդ տարածքին, տանենք մեր երկրի ուղղությունը եւ զարգացման ուղղությունը դեպի հարավ, հա։ Ես օրինակ կնախընտրեի նմանատիպ ծրագիրը, հսկայածավալ ծրագիր է իհարկե, ադմինիստրատիվ կենտրոնի, գիտահետազոտական կենտրոնի, ինչու ոչ ռազմաարդյունաբերական կենտրոնի խնդիր կլուծեի ես այսօր որպես առաջնային գերակայություն։ Ինչ վերաբերում է ստադիոնին, գիտեք վիճելի հարց է, մենք ունենք հրաշագեղ ուղղակի Հրազդան կենտրոնական մարզադաշտը, որը 20-րդ դարի, ես դա իսկապես ասում եմ հասկանալով ինչ եմ ասում, 20-րդ դարի համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է, գալիս էին Սովետական միություն, հատուկ ուրեմն իջնում էին, վայրեջք էին կատարում աշխարհի լավագույն ճարտարապետները, որպեսզի ուսումնասիրեն, թե մենք ինչպես ենք կառուցել այդ հրաշագեղ ստադիոնը, հա։ Ես կհամարեի, որ այսօրվա այս անտերուդուս վիճակը, որը որ կա Հրազդան ստադիոնի հետ կապված, առաջնահերթ խնդիր է երկրի համար եւ կենտրոնացնեի բոլոր հնարավորությունները եւ ուժերը այդ ստադիոնը վերականգնելու, վերջին հաշվով վերադարձնելու պետական տիրույթ, վերջին հաշվով եւ ստեղծելու, սարքելու, որովհետեւ դա մեր սովետական միության լավագույն ժառանգություններից մեկն է։ Հասկանում եք, հիմա եթե մենք կենտրոնացնելու ենք մեր ուժերը եւ ռեսուրսները, իսկ ռեսուրսները սահմանափակ են։ Եթե մենք կենտրոնացնելու ենք նոր ստադիոն ստեղծելուն, ես կնախընտրեի եղած Հրազդան կենտրոնական մարզադաշտը վերականգնելը, առավել եւս որ դա մեկ անգամ մեզ գրեթե կիսով չափ հաջողվեց Հայաստան-Թուրքիա հանդիպման ընթառաջ երկիրը կարողացավ կենտրոնացնել իր ուժերը եւ Հրազդան ստադիոնում կարծեմ 45,000 մարդ կարողացանք հավաքենք, հա։ Հիմա ես դա կգերադասեի իհարկե։ Եթե խոսենք ընդհանրապես ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ղեկավար կամ ղեկավարության թիմ պիտի ձգտի նմանատիպ խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել։ Սաակաշվիլին օրինակ Լազիկա քաղաք էր ուզում սարքել, ես հիշում եմ, չհասցրեց երևի, կամ չհասցրեց, կամ չստացվեց։ Ես ցավում եմ, որ 91 թվականից սկսած անկախ Հայաստանում երևի մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել ոչ այնքան խոշորածավալ, բայց այնուամենայնիվ ինչ որ ենթակառուցվածքային ծրագրեր։ Եվ երևի երկու ձեռքի վրա կարելի է հաշվել ձախողված ծրագրեր, որ չկարողացանք իրականացնել, եւ ամենացայտուն օրինակը ցավոք սրտի դա այդ հյուսիս-հարավ մեր ճանապարհն է։ Ուղղակի խայտարակություն է մեզ համար, որ մենք չկարողացանք հյուսիս-հարավի հետ կապել մեր երկրի տարածքում, մինչև հիմա էլ կարծես դա ինչ անհասկանալի վիճակում է, խայտարակ բան է, գիտեք, ասենք այդ մեզ բացարձակապես պատիվ չի բերում, մենք հիմա չխոսենք հափշտակությունների, չարաշահումների, գողությունների եւ այլնի մասին, այլ խոսենք ուղղակի փաստի մասին, մենք ճանապարհ չունենք մեր փոքրածավալ երկրի ներսում անգամ, հասկանում եք, այդ խայտարակ բան է ուղղակի, բայց եթե խոսենք, ասենք հաջողված ծրագրից, ես կարող եմ հիշատակել օդանավակայանի շենքը, այդ մեր Էռնեկյանի շնորհիվ կարողացանք ստեղծել, այն էլ հիմա արդեն չի բավականացնում, պիտի ընդլայնվել։
Հիշատակեմ երևի Դավիթ Հաշենի կամուրջը, որը ենթակառուցվածքային տեսանկյունից Երևան քաղաքի համար կարևոր նշանակություն ունի, որը մասամբ պատրաստ էր, չէ՞, պարոն Դավթյան։ Հա, բայց բաներ այնտեղ գրեթե 0-ից պետք էր բան անել, ամրացնել եւ փառք ու պատիվ նրանց, ովքեր որ հետեւողականորեն կարողացան դա իրականացնել։ Բայց գերակայության տեսանկյունից ես օրինակ ամեն անգամ ամոթ եմ ապրում, երբ օդանավակայանից ինչ-որ հյուր եմ դիմավորում եւ բերում եմ քաղաք։ Հասկանում եք, սա 3-րդ, 4-րդ աշխարհի աֆրիկյան, արաբական ամենաթեր զարգացած երկրներին հարիր, այսինքն մենք չենք կարողանում որևէ մեկին, առավել եւս մեկին, ով ենթադրենք առաջին անգամ է այցելում Հայաստան, ապացուցել ցույց տալ, որ սա ինչ-որ հին որ նարեկացին էլ հայ են, հին ճանապարհով գնում ենք, հին արժեքավոր քաղաքակրթություն ներկայացնող ազգն է, հասկանում եք, մենք մի խայտարակ ճանապարհ ունենք, այդ փարաքարը, հասկանում եք, իր կահույքով եւ սադախլո, բարախլո, փարաքարը, սա նույն, հասկանում եք, մի խայտարակ բան է դա, բայց ես գիտեմ, որ նմանատիպ բան է, այսինքն առանձին երթուղու, առանձին մայրուղու ստեղծման նախագիծը կար անգամ երևի 25 տարի առաջ հաստատ կար, հա, հիմա պետք է կենտրոնացնել ուժերը եւ ստեղծել դա, հիմա ես դա կհամարեի նույնպես առաջնային նոմերածին գերակայություն երկրի համար։ Մեղրու հեկի մասին մենք խոսել ենք, ենթակառուցվածքային հսկայական նշանակություն ունեցող հայ-իրանական ծրագիր։ Հայ-իրանական գիծը զարգացնելով, որովհետև դա մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեցող կյանքի խնդիր է, ոչ միայն ճանապարհ, նաև կյանքի եւ հետագա արժանապատիվ գոյության խնդիրներից մեկը Իրանի հետ գիծը զարգացնելն է։ Խոսում ենք նավթամուղի մասին, Երասխում նավթավերամշակման գործարան տեղադրելու մասին։ Ծրագիրը ինչպես խոսեցինք, այնպես էլ մնաց օդում։ Խոսում ենք ուրեմն բենզինի առանձին խողովակ ստեղծել եւ դիզվառելիքի առանձին խողովակ Իրանից ներկրելու համար։ Մնաց օդում։ Ես ցավում եմ, բայց մեր արդյունաբերական հզորությունները սովետական միությունից մնացած կամ փլուզվեցին եւ հափշտակվեցին ամբողջապես կամ գտնվում են խայտարակ վիճակում հիմա վերջերս ես կարդացի միտեղ որ կառավարությունը կարծես համաձայնության է եկել Ռոսատոմի հետ Նաիրիտի փաստորեն ըստ էության դեմոնտաժի մասին, հա Հիմա գիտեք, եթե մենք ստեղծում ենք գիտական քաղաք, եթե մենք փորձում ենք գիտություն զարգացնել, եթե մենք ամենուրեք խոսում ենք գիտելիքահեն տնտեսության մասին, առանց արդյունաբերություն չի լինում գիտելիքահեն տնտեսություն, չի լինում ընդհանրապես գիտության զարգացում։ Ամբողջ աշխարհով հիմնական տենդենսը կայանում է նրանում, որ գլխավոր պատվիրատուները գիտության զարգացման դա կորպորացիաներն են, դա արդյունաբերական հսկաներն են։ Հիմա մենք այդ հսկաներից զրկվեցինք։ Հսկաներից մեկը Նաիրիտը դեմոնտաժի ծրագիր են կարծես իրականացնում։ Իմ կարծիքով կատեգորիկ սխալ է սա։ Եթե մենք խոսում ենք գիտելիքի ավան ստեղծելու մասին, ասենք այդ քաղաքը, ապա մենք պիտի վերականգնենք մեր քիմիական արդյունաբերությունը։ Առավել եւս որ դրա պահանջարկը այսօր էլ աշխարհում հենց բուտադիենական ուրեմն տեխնոլոգիայով արտադրվող կաուչուկի պահանջարկը աշխարհում նորից շատ է։ Քիմիական արդյունաբերության վերականգնման մասին պիտի մտածել այստեղ ոչ թե դեմոնտաժի։ Վերջերս ես ստացա նաև շատ ահազանգող մի բան տեղեկատվություն, որ ուրեմն ռուսալ ընկերությունը պատրաստվում է ընդհանրապես փակել մեր ալյումինի գործարանը։ Դա կլինի ուղղակի կատաստրոֆիկ որոշում եւ ես կոչ եմ անում մեր իշխանություններին եւ որևէ կերպ դա թույլ չտալ, որովհետեւ այդ գործարանը վերակառուցվելուց, վերակազմավորվելուց հետո լավագույն տեխնոլոգիական գործարանն է համար մեկն է մեր Հայաստանում այսօր, եթե ուզում եք իմանալ, արդյունաբերական խոշոր արդյունաբերության լավագույն գործարանը կանաս գործարանն է եւ եթե դա էլ պիտի ապամոնտաժ են տանեն դա նշանակում է մեզ ուղղակի մենք ինքներս մեզ զրկում ենք
գիտելիքահենք տնտեսություն ունենալու հեռանկարից ընդհանրապես։ Ոչ թե եղածը պիտի քանդենք, այլ եղածը պիտի զարգացնենք, մի բան էլ նորը կառուցենք։ Հիմա ինչևից է այս ենթակառուցվածքային ծրագրերը մի կողմ պետությունը, կառավարությունը, այսօրվա իշխանությունը որոշել է, որ իր ուրեմն մեծ ուշադրությունը եւ իր ուրեմն նախընտրած այս խոշորացավալ ծրագիրը պիտի լինի այդ ուրեմն ավանը, համալսարանական ավանը եւ համապատասխան որոշումները գիտության, գիտական, ակադեմիական ինստիտուտների եւ բուհական համակարգի ուրեմն մերձեցման, միացման, միավորման եւ մի առանձին ավան ստեղծելու մասին։ Իհարկե սա եւս հսկայածավալ խնդիր է, որովհետեւ հարցը ունի մեծագույն նաեւ սոցիալական նշանակություն, խոսքը գնում է մեծ ծավալով մարդաքանակի ուրեմն տեղափոխման մասին մայրաքաղաքից դեպի տվյալ դեպքում աշտարակ, խոսքը գնում է բնականաբար նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, այդտեղ պիտի անպայման արագաշարժ գնա էլեկտրական իմիջիայլոց որևէ զարգացում չտեսավ այս տարիների ընթացքում մեր երկաթգիծը ընդհանրապես 30 տարիների ընթացքում մենք որևէ նոր գիծ, ասենք նոր ուղղություն չեղավ գոնե երկրի ներսում, հա։ Հին ուղղություններն էլ, գիտեք, ասենք աշխատում են հին տեխնոլոգիաներով, հիմա ասենք Երևանից Գյումրի արագաշարժ գնաց այսօրվա տեխնոլոգիաներով, ասենք մի կես ժամում պիտի հասներ։ Իսկ ինքը գնում է 3-ում թե 2-ում թե 3-ում։ Չէ, ինքը գնում է երկար։ Ինքը գնում է երկար եւ ոչ ռեգուլյար։ Ցավոք սրտի, այսինքն մենք ընդհանրապես օրինակ երկաթգծի զարգացումը երկրի զարգացման լավագույն ցուցիչներից մեկն է։ Մենք որևէ երկաթգծի զարգացում ցավոք սրտի չենք ունեցել այսօր մեր երկրում այս տարիների ընթացքում։ Ես իհարկե առաջնահերթությունների տեսանկյունից ես կնախընտրեի այլ առաջնահերթություններ, որոնք ես ձեզ նշեցի։ Բայց պետությունը ընտրել է այս առաջնահերթությունը, հասկանանք ինչպես անել դա, որպեսզի հնարավորին չափ քիչ վնաս տալ, այսպես ասած, իրավիճակին եւ հնարավորին չափ շատ օգուտ ստանալ այդ ամենից։ Հա տեսեք, այո, ենթակառուցվածքները պիտի զարգանան, բայց դա հսկայական սոցիալական խնդիր է։ Ես կարծում եմ, որ պետությունը, կառավարությունը ուրեմն այդ հայտարարությունից հետո, գերմանացիներին ներգրավելուց հետո, այդ պատվերը տալուց հետո, դա բավական լուրջ պատվեր է դա։ Եվ գումարային տեսանկյունից դա, այսինքն ամբողջ ծրագիրը դա միլիարդներ են, միլիարդավոր դոլարների ծրագիր է։ Ես կարծում եմ, որ զուգահեռ այդ հայտարարությանը պետությունը պիտի հայտարարի, որ գոյություն ունեցող համալսարանների շենքերը, շինությունները, անշարժ գույքը եւ այլն չեն օգտագործվելու այլ նպատակներով, քան գիտություն, կրթություն եւ մշակույթն է։ Ուրեմն սա այս հայտարարությունը ես կհամարեի պարտադիր, որովհետեւ հիմնական մտահոգությունը այսօրվա մեր հասարակության կայանում է նրանում, որ այդ համալսարանական շենքերի փոխարեն ասենք ինչ-որ հյուրանոցներ, ռեստորաններ, մասաժի սալոններ եւ այլն կառաջանան, դա ամենամեծ մտավախությունն է, որը պետք է փարատել, պետք է ուղղակի հստակ հայտարարել, որ այդ շենքերը, շինությունները ամբողջովին ծառայելու են այսուհետ եւս գիտությանը, կրթությանը եւ մշակույթին երկրի։ Առավել եւս, որ մենք դեռևս չգիտենք ինչքանով կաշխատի այդ ծրագիրը։ Ուրեմն դա պետք է հայտարարել մեկ։ Երկրորդը, գիտեք, ես Իսրայելի, ուրեմն Թել Ավիվի համալսարանի հետ բավական լուրջ նաև ֆունկցիոնալ կապ ունեմ, որովհետև այնտեղ վերլուծական ինստիտուտներից մեկում խորհրդի անդամ եմ։ Եվ մենք բարբերաբար այնտեղ հավաքվում ենք։ Իսրայելի համալսարանի, ուրեմն Թել Ավիվի համալսարանի ռեկտորին ես մի օր հարց տվեցի, քանի որ ամեն մի քայլափոխի ես տեսնում եմ կոնկրետ ինչ-որ մի ազգանվամ, ուրեմն գիտահետազոտական կենտրոն, ասենք տեխնիկական, տեխնոլոգիական լաբորատորիա, ասենք Ռուբինշտեյնի անվան, կամ նույն ասենք Ռուս Աբրամովիչը, դա մի հսկայական նանո տեխնոլոգիական կենտրոն էր կառուցել հենց Թել Ավիվի համալսարանի տարածքում։ Ինձ ասացին, որ մոտ 30-ից ավել միլիոն դոլար է ծախսել հենց միայն դրա համար։ Դա ինչպես է լինում, էլ որ ասենք հրեա բիզնեսմենները գալիս են եւ ներդրում են համալսարանում։ Գիտության մեջ։
Հա, իսկ մտքումս ասում եմ, իսկ հայ բիզնեսմենները, ասենք, ռեստորաններ են բացում, պիցցա են բացում, հյուրանոց են բացում, կամ չգիտեմ ինչ են, խանութ են բացում, խանութ հիմնականում, հա։ Ինչպես է լինում, որ իսրայելցիները կամ հրեաները համալսարան են ֆինանսավորում, իսկ հայերը խանութ։ Ասես գիտեք ինչ, շատ հասարակ է, երբ ցանկացած հրեա իր բանն է, ցանկությունն է հայտնում որևէ կերպ օգտակար լինելու պետությանը, մեր պետական այրերն ասում են գնացեք համալսարաններ, այնտեղ ձեզ կասեն։ Անց ուղղորդում են դեպի համալսարան, հասկանում եք։ Հիմա մեր պետական այրերը ցավոք սրտի ուղղորդել են դեպի խանութ։ Իրենք էլ մասնակցել են այդ խանութների եւ հյուրանոցների եւ այլնի, բան ուղղակի ամոթալի է ամեն ինչ։ Ես չեմ ճանաչում որևէ մի կոպիտ ասած հայ օլիգարխ, որը գիտություն ֆինանսավորի, կրթություն ֆինանսավորի, եզակի են այդ դեպքերը, երբ ասենք ինչ-որ ֆոնդեր, այն էլ ոչ օլիգարխիկ, ուղղակի հայրենասիրական մղումներով մի քանի հոգի ու մասշտաբները շատ փոքր են, ասենք 30 միլիոնի մասին էիք խոսում, բայց մենք ասենք 3-4 հոգի մագիստրատուրան սովորող հիմա մասնավորապես ասենք տասնյակ հազար դոլարների մասին ժամանակին հայ-ռուսական համալսարանում օրինակ Չալաբյան Ավետիքի եւ համապատասխան ֆոնդի հետ մենք ստեղծեցինք այդ բանի թռչող սարքերի անօթոչիների հետ կապված մագիստրոսական ծրագիր, որը հետո արդեն համալսարանը ինքն իրենով սկսեց զարգացնել։ Եզակի է, բայց դա օլիգարխիկ փող չէր, դա ընդամենը մի քանի հայրենասեր հայեր հավաքվել են, գրպաններից փող են դրել, հավաքագրել են ինչ-որ բարի միջին հայից շատ ավելի հարուստ չէին մեծ հաշվով, բացարձակապես ոչ, ընդամենը հայրենասիրական բողում էր դա, բայց ոչ մի օլիգարխ որևէ մի լաբորատորիա գիտական, գիտելիքահենք որևէ բան չի ստեղծել, հասկանում եք, հիմա մեր Սփյուռքի անձնակատարը անցյալ օրը կարծես մի թեզ առաջարկեց, որ մենք պիտի հիմա Սփյուռքում ստեղծենք պետականա կենտրոն, թե պետականամեծ Սփյուռք։ Դե ես չգիտեմ ինչքանով դա կհաջողվի ստեղծել հակասությունների հիման վրա, բայց ես կարծում եմ, որ Սփյուռքին պետք է ուղղորդել դեպի գիտություն, կրթություն եւ դեպի այս առաջնահերթություններ։ Որովհետև եթե մենք տեսնում ենք, սկսում ենք համադրել, ասենք, մեր կողմից գիտության վրա իրականացվող ծախսը, կրթության վրա իրականացվող ծախսերը, դե շատ ծիծաղելի է, հասկանում եք, 0.4%, մաքսիմում 0.5% մեր GDP համախառն ներքին արդյունքի, երբ ասենք լավագույն երկրները գիտության վրա ծախսում են 4.5%, Իսրայելը, Շվեյցարիան, ասենք նույն Կորեան, Հարավային Կորեան, բայց նորից դրան գումարած օրինակ Միացյալ Նահանգներում եւս 5-6% չափ է հասնում ներդրումները կորպորացիաներից։ Այսինքն եթե չկա տնտեսություն, եթե չկա արդյունաբերություն, որը պահանջարկ է ներկայացնում այդ գիտելիքա, այսինքն խնդիրը չի դրվում գիտության առաջ, պիտի խնդիր դրվի, խնդիրն էլ պիտի կորպորացիան դնի։ Կորպորացիան պիտի դնի։ Հիմա մենք ունեցել ենք բավական հզոր սովետական մասշտաբներով բավական հզոր քիմիական արդյունաբերություն կորցրել ենք։ Պիտի վերականգնենք։ Դե չի կարելի կորցնել։ Այսինքն մենք չենք կարող ենթադրել, որ կունենանք լուրջ գիտություն, եթե չլինի լուրջ պատվիրատու իդեմս մեր արդյունաբերության։ Իհարկե այսօր մեր պահանջարկը մեծապես նաև պայմանավորված է ռազմաարդյունաբերական մեր ոլորտով եւ այդտեղ պետք է նույնպես կենտրոնացնել հսկայածավալ ուժեր եւ պետության ուշադրությունը դարձնել նման պատվերների իջեցնելու վրա։ Առաջնային քայլերը այստեղ արվել են։ Ես պիտի ասեմ նաև, որ վերջին տարիներին իսկապես ֆինանսավորումը ավելացել է եւ գիտության նկատմամբ եւ կրթության նկատմամբ։ Բայց մեծ արյունով, էլի, այսինքն հա, իհարկե շատ ջանքեր են գործադրել, նաև մեր եթերում մենք վերջի 2 տարին անդադար դրա մասին խոսել ենք, գիտուժ նախաձեռնության անդամներն են մեզ մոտ խոսե ազգային ժողովում խոսե, այսինքն դա էլ տենց հեշտ չեղավ, էլի։ Հեշտ չեղավ, դժվար եղավ եւ դժվար լինելու է, որովհետեւ ռեսուրսները միշտ սահմանափակ են եւ կառավարման գրագետ կառավարման առանձնահատկությունն այն է, որ սահմանափակ ռեսուրսները կարողանաս օպտիմալ կերպով տեղաբաշխել։ Սա լավագույն կառավարման ցուցիչն է։ Եթե դու օպտիմալ բաշխում ես, որովհետև ռեսուրսները միշտ քիչ են, նրանք չեն բավարարում, չեն բավականացնում խնդիրներ լուծելու համար։ Խնդիրները շատ են, ռեսուրսները քիչ։ Առավել եւս հիմա այսօր մեր իրավիճակում, երբ մենք մշտապես գտնվում ենք նաև պատերազմական վտանգի ներքո, ուրեմն ռազմաարդյունաբերական համալիրը որպես գիտություն պահանջարկող առանձին սուբյեկտ պիտի անպայման գոյություն ունենա, ստեղծվի, զարգացվի եւ այլն, այստեղ շատ կարեւոր է։ Ուրեմն
քանի որ արդեն իսկ հայտարարված է, որ այդ առաջնահերթությունը կա, գերմանացիները գծում են այնտեղ master plan-ն են սարքում եւ այլն, ես կարծում եմ, որ շատ կարևոր է հասկանալ ինչի հետ է միավորվում, ինչպես է համաձուլվում եւ ինչպես է տեղակայվում այդ պետական պատվերը։ Ուրեմն նախ գոյություն ունի հումանիտար գիտություններ եւ բնագիտական, գիտությունները եւ ասպարեզները։ Աշխարհում, այո, տենդենսը այնպիսին է, զարգացած աշխարհում գիտությունը հիմնականում իրականացվում է, իրագործվում է համալսարանների միջոցով։ Եվ ակադեմիական գիտությունը, պատվերները իջնում են համալսարան, նորից եւ կորպորատիվ եւ պետական պատվերները համալսարանները իրագործում են գիտական ծավալի զգալի եւ առաջնահերթ մասը։ Մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ տեսեք իհեճուկս ամեն ինչի անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի 1943 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիա։ Դա ինչ էր, դա ընդամենը մի ազդակ էր, մենք աշխարհին հայտարարում ենք, որ մենք անկախ ամեն ինչից, անկախ բոլոր դժվարություններից մենք պիտի գիտություն զարգացնենք, Փառք ու պատիվ Յոսիֆ Օրբելուն, Վիկտոր Համբարձումյանին եւ մեր ռահվիրաներին, որոնք ստեղծեցին ակադեմիան։ Դրանից հետո պետությունը սկսեց ֆինանսավորել եւ բացվեցին տարբեր տեսակի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց կառավարումը հանձնված էր ակադեմիային։ Սովետական միության փլուզումից հետո ես պիտի ասեմ, որ հիմնարար գիտությունները առանց պետության հսկայածավալ ֆինանսավորման ուղղակի մեռնում են, հնարավոր չի դա զարգացնել։ Հիմա եթե պետությունը բնագիտական ուղղությամբ, իսկ դա առաջնահերթություն է իմ կարծիքով, պատրաստ է ստեղծել այդ կլաստերները ռազմաարդյունաբերական, քիմիական, ասենք կենսաբանական գիտությունների, մաթեմատիկական գիտությունների կլաստերը, ապա իհարկե լավագույն ուժերը ակադեմիական ոլորտից եւ լավագույն ուժերը համալսարանական ոլորտից պիտի ստեղ միավորեն իրենց հնարավորությունները եւ քանի որ պատվիրատուն պետությունն է լինելու պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալից է կախված կհաջողվի դա թե ոչ։ Հիմա կարելի է ավանը ստեղծել, բայց փող չտալ, լաբորատորիա չստեղծել։ Ասենք շենքը կառուցել, բայց լաբորատորիա չկառուցել։ Իսկ դա գիտեք, ասենք տեխնոլոգիական լաբորատորիաները շատ թանկ արժեն, դրանք հեշտ կառուցվող բաներ չեն, շատ թանկ արժեն եւ դրա վրա պիտի հսկայածավալ գումարներ ծախսել։ Այսինքն մենք ինչի մասին լայն զանգվածներին չեն պատմում, այսինքն այդ քաղաքի հագեցվածության մասին, գիտական հատվածի մասին չեն պատմում։ Մարդիկ եկել են պատմում են պուրակներից, լճերից եւ մարզադաշտից, բայց մեզ ոչ մեկ չի ասում թե դեռ ինչա լինելու գիտական հատվածը ինչպիսին է։ Գիտեք, դա արդեն կապալառույց չի կախված, դա կախված է արդեն պատվիրատուից։ Հիմա ասենք ինչ տեխնիկական առաջադրանք է տալիս պատվիրատունը, ինչ է ուզում այնտեղ ունենալ։ Եթե պատվիրատուն լիճ է ուզում ունենալ, ուրեմն կստանա լիճ։ Եթե ուզում ունենալ տեխնոլոգիական լաբորատորիաներ, ուրեմն առաջին հերթին պիտի հասկանանք այդ լաբորատորիաները ինչ գումարներով են ստեղծվելու, որտեղ դա հսկայածավալ ներդրումներ է պահանջում նորից եմ կրկնում։ Հիմա իհարկե իմաստ ունի այդ պարագայում համաձուլել ուժերը եւ փորձել ստեղծել լաբորատոր նորագույն սարքավորումներով հագեցած գիտահետազոտական կենտրոններ, որոնք կարողանան արդյունք տան եւ օգտակար լինեն տվյալ դեպքում ռազմաարդյունաբերությանը եւ իմ կարծիքով քիմիական արդյունաբերությանը։ Պարոն Դարբինյան, բայց արդյոք դրա համար անհրաժեշտություն կա բուհերը Երևանից հանելու։ Արդյոք այդ լաբորատորիաները չի կարելի բացել Երևանի մեջ գտնվող բուհերում։ Սոցիալական խնդիրը կայանում է այստեղ հետևյալում։ Եթե բուհերը տեղափոխվեն Երևանից աշտարակ եւ ստեղծվեն համալսարանական ավաններ, իմ կարծիքով դրանից առաջնահերթության կարգով կօգտվեն ոչ երևանյան բնակություն ունեցող մեր հայրենակիցները։ Մոտ չի Երևանին, որ այդ էֆեկտը ունենանք, որը դուք նկարագրում եք։ Չէ, տեսեք, հիմա ասենք ենթադրենք մեր շրջաններից Երևան եկող ուսանողները Երևանում, ասենք, ովքեր որ չունի, ասենք, ապրելու վայր, հանրակացարանները գրեթե չկան կամ չեն գործում եւ այլն, սա լինելու է բարվոք պայմաններ, որպեսզի նրանք գան եւ սովորեն, այստեղ շրջաններից կգան, այդ ավաններում կսովորեն։ Երևանից գնալու հարցը, այստեղ շատ կարևոր հարց է, որովհետեւ ես կարծում եմ, որ այսօր
մենտալ տեսանկյունից դրան պատրաստ չեն ոչ միայն ուսանողները, նաև դասախոսները, դրան պատրաստ չեն, ինչպես, եւ հետո մենք օրինակը չունենք այնպիսի ենթակառուցվածքի ստեղծման, որին մենք վստահ ենք եւ ասենք, գիտեք ինչ կա, հիմա մենք կնստենք մի հատ տրամվայ ու ինքը 20 րոպե հետո կլինի համալսարանի մուտքի մոտ։ Այնտեղ մենք ուրեմն դուրս կգանք ուրեմն լրիվ կահավորված, այսպես ասած, մի տարածք, որտեղ աճուկ կստանանք ուրեմն անտառներով, բուսաբանությամբ եւ գեղեցիկ տեսարանով եւ այլ, մենք չունենք դրա օրինակը, չգիտենք հիմա ինչպես է լինելու, դա միլիարդավոր դոլարների ծախսեր են, նորից եմ կրկնում, այնտեղ այդ ավան ստեղծել է եւ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել։ Ուրեմն Երևանյան մեր հասարակությունը ունենալու է այդ խնդրը եւ ծնողները երեխաներին հիմա ասենք սովորեն, որ սովորում են Երևանում, ապրում են Երևանում, աշխատում են Երևանում, այո։ Այդպես ասենք, սովորեն, այնտեղ դա լուրջ բան է, կոտրվածք է տեղի ունենալու, այդ կոտրվածքին իմ կարծիքով հանրությունը պատրաստ չէ, որպեսզի հանրությանը պատրաստել, պիտի գոնե այդ մոդելը աստիճանաբար ներկայացնել, որպեսզի մենք բոլորը կարողանան տեսնել, որ վստահություն ունենան հետագայում, որպեսզի դա աշխատի։ Իմ կարծիքով այսօր դա դեռ արված չէ, իսկ կապալառուների այդ նախագծողների կողմից ներկայացվածը բավարար չէ, որպեսզի այդ վստահությունը տեղի ունենա։ Հետո դասեք հումանիտար ուղղությունները, ես ձեզ ասեմ, ակադեմիական ինստիտուտների, հումանիտար գծով ինստիտուտների աշխատանքից գրեթե ոչ մեկը գոհ չէ այսօր։ Գիտական արդյունքը գրեթե չնչին է։ Դրա հետ մեկտեղ մենք ունենք բազմաթիվ, ասենք, տնտեսագիտության, քաղաքագիտության, տեխնացուներ, գիտությունների եւ այլն, որոնք որ մեծ հաշվով որևէ ազդեցություն չեն ունեցել մեր թե տնտեսական զարգացման, թե դիվանագիտական ուղղությունների զարգացման, միջազգային հարաբերությունների եւ այլն։ Այստեղ ես իսկապես կողմնակից կլինեի լրջագույն վերափոխման թե ակադեմիական ինստիտուտների եւ թե բուհերի հումանիտար ուղղությամբ։ Եթե այստեղ եւս շատ կարեւոր է նորից պետական պատվերը համապատասխան ձևով պիտի իջեցվի եւ նույնպես պիտի ֆինանսավորվի այդ գիտությունը։ Մենք համաշխարհային պարբերականներում հումանիտար գիտությունների գծով գրեթե չնչին են մեր ներկայությունը, արժանի, այսպես ասած, հրապարակումները, հոդվածները ամբողջապես վերանայման ենթակա է հայագիտությունը եւ պատմագիտությունը, այս մեր հայտարարակ խոսակցությունները պատմության դասագրքերի եւ այլնի վերաբերյալ հենց ցուցիչ են, որ ակադեմիական գիտությունը չկա կամ կաղում է կամ սարսափելի թույլ է, որովհետեւ այդտեղ ոչ թե պետությունը պիտի լիներ ուրեմն ուղղություն տվողը, այլ ակադեմիական գիտությունը, որը վաղուց եւ այդ պիտի այս ամբողջը նախանշած լիներ։ Մենք չունենք այդտեղ դատարկ։ Եվ պիտի կոնսենսուս ունենար, թե մենք ինչ տեսակի դասագիրք ենք ուզում։ Այդտեղ թելադրողը պիտի լինեին հենց պատմաբանները, հենց սոցիոլոգները, հենց հումանիտար գիտության մեր ակադեմիական ներկայացուցիչները, քանի որ նրանք թույլ են եւ նրանց արդյունքը թույլ է, նրանք այսօր ստիպված են ընդամենը կամ ենթարկվելու պետության կողմից, որտեղ պետությունն է ինչ-որ մի բան պիտի նախանշի, կամ ստիպված են ենթարկվելու, կամ ստիպված են ինչ-որ пассив ձևով արձագանքելու կամ դիմակայելու դրան, որը նույնպես որևէ նոր բան չի բերելու։ Գիտության ծանր վիճակի օրինակներից մեկը, որը որ շատ ակնառու էր, էլի, ես զգացի այն ժամանակ, երբ քննարկումներ սկսեց Լիդիան Արմենիայի շուրջ, արդյոք կարելի է այդ հանքը շահագործել, թե չէ, ու պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալով այդ չափի հանքարդյունաբերություն խոշոր հարկատուների մեջ ընդհանուր առմամբ մեր ամենալուրջ ոլորտներից ամենաշատ եկամուտ բերող չկա տեղական որևէ ինստիտուտ, որը հստակ պատասխան կտա դա կարելի է շահագործել, թե չի կարելի։ Այսինքն մենք հանք ունենք ամեն մարզում տարբեր չափերի ու չկա մի կառույց, որը երաշխավորի, որ այս հանքի աշխատանքի հետևանքները լինելու են այսպիսին, այլ ոչ այնպիսին։ Բեյրութից մի ընկերություն եկավ, ինչ որ եզրակացություն տվեց, Էլար էր անունը, եթե ես չեմ սխալվում, լայն զանգվածներին էլ էլի չբացատրեցին, վերջերս մարդիկ ասեցին բացեք, թե ասեցին մի բացեք։ Դավիթ ջան, մենք ունենք հազարավոր գիտությունների տեխնացուներ տնտեսագիտության գծով, դոկտորներ ունենք հսկայածավալ եւ այլն, տնտեսագիտական համալսարան ունենք վերջին հաշվով, հա, բայց մենք չունենք հստակ ակադեմիական վերլուծություն, թե ինչ կտա մեզ, ենթադրենք Թուրքիայի սահմանի բացումը։
ովքեր կոնկրետ այսօրվա բիզնես ունեն Թուրքիայի հետ, ասում են այո, մենք կողմ ենք, որտեվ ինքը ունի վերլուծություն իր բիզնեսի վրա, դա ոնց կանադառնա, ովքեր չունեն այդ բիզնեսը, վախենում են, ասում են հիմա թուրքերը կգան, կլցվեն, մեզ կուտեն եւ այլն եւ այլն։ Բայց որևէ ակադեմիական լուրջ հետազոտություն այդ թեմայով որևէ մեկը չի իրագործել, հասկանում եք։ Եվ պետությունն էլ կարծես չի պատվիրակել։ Ես ուսումնասիրել եմ դա հիմա ոչ թե վերջերս, ընդհանրապես մի տարի առաջ էր նայում, թե մեր գիտահետազոտական թեմաների մեջ արդյոք այդ թեման ընդհանրապես կա թե ոչ։ Չկար, ես չեմ տեսել նման թեմա, հասկանու՞մ, վերլուծություն չկա։ Այնինչ դա առաջնահերթ խնդիրն է, կամ նույն հայ-իրանական, կամ ենթադրենք Իրանի կողմից շրջափակման մեջ գտնվելու պայմաններում ինչպես եւ որ մասով ինչը կարող ենք մենք օրինակ օգտվել, ինչպես օգտակար լինել եւ օրինակ ինչպես ընդօրինակել Իրանի օրինակը նանոտեխնոլոգիաների զարգացման գծում։ Իրանը աշխարհի վեցնյակի մեջ է մտնում նանոտեխնոլոգիաների զարգացման հարցով լինելով արդեն 45 տարի ինչքան է ավել սանկցիաների եւ տեխնոլոգիա առաջին տեխնոլոգիական սահմանափակումների տոտալ շրջափակման մեջ է գտնվում երկիրը, բայց նանոտեխնոլոգիաների գծով առաջնային տեղերում է։ Ինչ վերաբերում է ուրեմն համալսարանների ինստիտուտների միավորման, վերամիավորման թեմային, ըստ նույնպես պետք է զգույշ լինել, պետք է ավանդույթները պահպանել այնուամենայնիվ, եթե դրանք կան։ Հիմա տեսեք, ընդհանրենք Մանկավարժականը եւ ֆիզկուլտը իրար միացնելով ես նորմալ եմ տեսնում։ Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը այդտեղ կտուժի, որտեղ իսկ Բրյուսովի ինստիտուտը իրանց։ Հիմա տեսեք Բրյուսովը առանձին մի խնդիր է։ Բրյուսովը որ նայում ես հիմա, ասենք իրանք կնդես զբոսաշրջություն, կառավարում, ուրեմն ինչ-որ սոցիալական գիտություններ, եթե քաղաքագիտություն, չէ, այդքան լավ չի զարգացած քաղաքագիտությունը։ Բայց կա։ Տեսեք, Բրյուսովը ուրեմն որպես օտար լեզուների ինստիտուտ իմ կարծիքով այս տարիների ընթացքում պիտի կարողանար տարբեր ուղղություններով քաղաքագիտական միջազգային հարաբերությունների եւ երկրների գիտության կենտրոններ ստեղծեր։ Ենթադրենք չինագիտության։ Այդ միատնա, որ իրանց մոտ տենց ստացվել է չինացիների հետ համատեղ։ Չէ, ոչ թե լեզու, նորից չինագիտություն չի, իրանց մոտ լեզու է։ Խոսքը գնում է երկրի, քաղաքակրթության, ժողովրդի ուսումնասիրության մասին, տնտեսությունը, տնտեսական համակարգը, քաղաքական համակարգը, չինագետների պատրաստումը, որոնք այնուհետև կդառնային մեր ներկայացուցիչները Չինաստանում, արտգործ նախարարության բազային փողը Չինաստանի գծով բիզնեսը կզարգացնեին, հասկանում եք, հիմա ինչու պիտի ես հայ-ռուսական համալսարանում հաղթահարելով բազմաթիվ ուրեմն արգելքներ եւ հարցականներ եւ հայկական եւ ռուսական կողմից, որ ինչու եք բացում ենթադրենք հնդագիտությունը, չինագիտությունը կամ կորեագիտությունը, ինչու պիտի ես դրանով զբաղվեի։ Դրանով պիտի զբաղվեր Բրյուսովի համալսարանը։ Մինչեւ այժմ էլ չկա։ Լեզուները կան, բայց երկրագիտությունը ստրանավեդենիա չկա, չինագիտություն, կորեագիտություն, ճապոնագիտություն, ասենք չկա։ Այդ ուղղությամբ պիտի նրանք զարգանային, ոչ թե բիզնես, սերվիս, կառավարում եւ այլն բացում, ասենք իրենք կորցրել են իրենց առանձնահատկությունը։ Եթե Բրյուսովի ինստիտուտը ճիշտ զարգանար այս ընթացքում, ապա իմ կարծիքով կարիքը չէր լինի դիվանագիտական ակադեմիայի ստեղծման, առանձին ծախս կատարելու, իրենք կլինեին հենց դիվանագետների պատրաստման միակ եւ լավագույն կենտրոնը։ Հիմա եթե իրենք կորցրել են այդ ավանդույթները, ես խնդիր չեմ տեսնում, թող միանան։ Եթե իրենք այդ ավանդույթները ուրեմն տիրապետում են եւ պատրաստ են ինչ-որ կոնցեպտ ներկայացնեն, թող ներկայացնեն։ Բայց ուղղակիորեն ասելով, որ մենք դեմ ենք, մենք չենք ուզում եւ այլն, ես դա չեմ տեսնում։ Պիտի հիմնավորեն ինչու են դեմ։ Հիմա կա մի ցավոտ հարց կոնսերվատորիայի հետ կապված, շատ ցավոտ հարց է, որովհետեւ կոնսերվատորիան ճիշտ այնպես ինչպես Գիտությունների ազգային ակադեմիան իմ կարծիքով ազգային արժեք է, առանձին վերցրած։ Այո, մենք ունեցել ենք նորից միս մենեջմենտի խնդիր այդտեղ միս մենեջմենտի լուրջ հարց կար, որովհետև տեսեք, ասենք, արաբական երկրներում այդ երաժշտագիտական եւ երաժշտական կրթության համար
հսկայական գումարներ են ծախսվում եւ նրանք չունեն այդ բազան։ Մենք ունենք այդ բազան։ Չեն կարողացել ստեղծել, չեն կարողացել Երևանի պետական կոնսերվատորիան դարձնել տարածաշրջանային երաժշտագիտության եւ երաժշտական կրթության լավագույն կենտրոններից մեկը, չնայած ունեցել ենք այդ ավանդույթները։ Սա միս մենեջմենտի արդյունք է, որտեղ կոնսերվատորիան իմ տեղեկություններով շատ խղճուկ աշխատավարձներ է վճարում, միայն ու միայն պետական սուբսիդիաների վրա է կարողանում ապրել, մի հատ դաշնամուր չեն կարողանում իրենց սեփական միջոցներով գնել եւ այդ խղճուկ իրավիճակը ուրեմն կամ պիտի հստակ ծրագիր լինի ինչպես եք դուք դրանից դուրս գալիս, կամ եթե դուք ապավինում եք միայն պետությանը, ուրեմն պետությունը էլ ասում է եկեք այսպես, հա, եթե դուք կարող եք դառնալ տարածաշրջանային երաժշտական կրթության կենտրոն, ուրեմն բարի եղեք դարձեք, բայց մի լացեք, որ գիտեք, ասենք, մենք կոնսերվատորիա ենք, մեզ բանան իմ կարծիքով չի կարելի կոնսերվատորիան միաձուլել, պետք է պահել առանձին եւ այդտեղ առանձին մենեջմենտ ստրատեգի պետք է մշակել եւ փորձել իրականացնել։ Մեր ժամանակը ավարտին է մոտեցել, բայց կոնսերվատորիայի մասով մենք շարունակելու ենք հետևել, շատ ուշադիր ենք լինելու, որովհետև կարծում եմ, որ սա առաջնային կարևորության հարց է։ Եթե էլի առիթ լինի, կվերադառնանք այս թեմային, շարունակեք լսել Գործարար ալիքը, բաժանորդագրվեք Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին, Գործարար ալիքի լրատվական ռադիոյի, մենք ինչպես միշտ հաջորդ շաբաթ կհանդիպենք, այսօր այսքանը։